Բարև ձեզ, ես Խառը Աջը, մենք այսօր կպատմենք Գրենիի մասին, թե ինչպես է ստեղծվել այդ խաղագնացինք։ Խորը անտառում կար մի տուն, որտեղ ապրում էր ոչ շատ մեծ ընտանիք, փոքր աղջիկ Անժելնա, նրա հայրը Սեմը և տատիկն ու պապիկը, որոնց անունները պարզ չէին։ Տատիկը զբաղվում էր հողագործությամբ, Սեմը գնում էր աշխատանքի, պապիկը զբաղվում էր որսով, դա մենք կարող ենք հասկանալ գարաժում գտնվող զենքից։ Մի օր պապիկը գնում է որսի և տուն չի վերադառնում, հետո Սեմը գնում է նրա հետևից ու նրանք երկուսն են այնտեղ մահանում են։ Սեմի փոքր աղջիկը Անժելինան լաց է լինում, բայց մի օր նրանց տուն գալիս է մի հատ առևտրական, տատիկը մոտենում, ասում է ինչ ունեք ինչ-որ մի հատ բան, որ իմ թոռնիկին ուրախացնի, առևտրականը տալիս է նրան մի հատ արջուկ և տատիկը տանում դնում է Անժելինայի կառավաթի վրա։ Անժելինան երբ քնից արթնանում է, տեսնում է և շատ է հավանում այդ խաղալիքին։ Այդտեղից հետո նա ուրասես գնում է իր հետ տանում է այդ արջուկին, քնելուց քնում է արջուկի հետ, դրանից հետո աղջիկը գնում է դպրոց ու իրան վատ է զգում, տատիկը դիմում է բժշկի, բժիշկը ասում է, որ նա չումայով հիվանդ է և տատիկը զարմանում է, որովհետև այդ չուման շատ հին հիվանդություն է, բժիշկը ասում է այս վերջերս նրան ինչ եք տվել, տատիկը պատասխանում է մի առևտրական ինձ բերեց և տվեց արջուկ, ասեց սա նրան շատ կուրախացնի, իմ թոռնիկն է շատ հավանեց ու պարզվում է, որ այդ տիկնիկի վրա կար հիվանդություն։ Հաջորդ օրը այդ առևտրականը գալիս է, տատիկը ասում է, որ այդ հիվանդ է, այդ արջուկը, հետո նրա աղջիկը մահանում է, 5 օրում նա մահանում է, 5 օր նա տառապել և մահացել է։ Դրանից հետո առևտրականի սենց ասած ինքը ուշքը գնում է ու նա երբ արթնանում է, տեսնում է, որ ինքը Գրենիի տանն է։ Դրանից հետո նա արթնացավ ու տատիկին հարցրեց ինչու եք ինձ այստեղ բերել, տատիկը պատասխանեց դու ունես 5 կյանք, որ պետք է դու փախնես այստեղից, քանի որ իմ աղջիկը, իմ թոռնիկը ապրել է 5 օր ու ինքը տառապել է 5 օր, որից հետո մահացել է և այդ առևտրականը այդ 5 օրվա ընթացքում փորձում է փախչի, բայց նրա մոտ միշտ անհաջող է ստացվում և նա մահանում է։ Այսօր այսքանը, դուք կարող եք գրել, թե ես ինչի մասին պատմեմ ու ես անպայման ձեզ կպատմեմ, եթե հավանեցիք դնում եք լայք։